Զբաղվածությունը կամ աշխատանքը բոլորիս կյանքում կարևոր տեղ է զբաղեցնում եւ մեր եւ ֆիզիկական եւ հոգեկան առողջությունը, ոչ միայն նյութական բարեկեցությունը, այլ նաեւ ընդհանուր կյանքի որակը խիստ կապված է մեր աշխատանքին։ Եվ եթե մենք ուզում ենք մեր հասարակությունը լինի ներառական, նրա բոլոր ոլորտները, այդ թվում աշխատանքը, պիտի լինի ներառական եւ բացառի խտրականությունը։ Գործատուն ունի մեկ միտում ունենալ արդյունավետ աշխատանքից եւ ստանալ հնարավորինս բարձր արդյունավետություն իր աշխատակիցների կատարած աշխատանքից։ Եվ այս առումով մենք եւ գործատուին եւ աշխատանքին դիմող անձին պիտի խրախուսենք։ Այստեղ է հենց մեր դերը, որպեսզի գործատուներին խրախուսենք աշխատանքի ընդունել նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց։ Մատենադարանը մեր քաղաքակրթական լինելու անձնագիրն է, մեծագույն անձնագիրն է։ Այդպիսին է ոչ միայն այն ձեռագրերով, որ պահվում են պահոցներում, այլև այն արժեքներում, որ ամփոփված են այդ մատյանների մեջ, իսկ մեր ձեռագրերը հանդուրժողականության մասին են, սիրո մասին են, մարդկային արժանապատվության մասին են, հոգատարության եւ հարգանքի մասին են, եւ մենք նաեւ մեր առօրյայում ենք փորձում հետամուտ լինել այս արժեքներին, ավելին այս արժեքները թողարկել հանրային կյանք, թողարկել ազգային կյանք։ Մեր երկիրը թե կրթության, թե մշակույթի եւ բոլոր մյուս ոլորտներում պաշտպանում է եւ հետամուտ է ներառականության սկզբունքին։ Ներառականությունը նույնպես քաղաքակրթության բարձրագույն չափանիշ է։ Եվ սա է պատճառը, որ մենք իրականացնում ենք բազմաթիվ ներառական ծրագրեր եւ ամենանշանակալի ծրագրերից մեկը շոշափելով մատյանները ամենքի մատենադարանը ներառական ծրագիրն է, որտեղ տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ կարողանում են ծանոթանալ մանրանկարչական արվեստի բարձրագույն դրսևորումներին, շոշափական ցուցափեղկերի միջոցով, կա մի կարևոր բան, որ սա չպիտի վերաբերի միայն ծրագրերին, չպիտի վերաբերի միայն այցելուներին, այլև ներառականությունը պետք է մուտք գործի նաև կադրային քաղաքականության մեջ։ Այսինքն ներառականություն բոլոր առումներով, բոլոր հարթություններում եւ ես անչափ ուրախ եմ եւ ես համարում եմ սա մեծագույն ձեռքբերում, սա համարում եմ ձեռքբերում հենց քաղաքակրթական առումով, որ Մատենադարանը հետ այսում նաև իր կադրային քաղաքականության ձևավորման մեջ է հետևում ներառականության սկզբունքին։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մեր գործընկերների աջակցությամբ մենք կարողացանք աշխատանքի ընդունել մարդկանց, որոնք լիիրավ աշխատակիցներն են Մատենադարանի եւ սա ես համարում եմ նույնքան կարևոր ձեռքբերում, որքան եւ Մատենադարանի գործունեության տարբեր շերտերում եւ տարբեր ոլորտներում ունեցած ձեռքբերումներն են։ Մեր քաղաքականությունը այդպիսին է, որ մեր բոլոր զբաղվածության ծրագրերում անպայման ունենանք վերապրոֆիլավորման կամ տեղում մասնագիտական հմտություններ ստանալու հնարավորություն, այսինքն այն աշխատակիցը կամ այն անձը, որի ուղղորդում ենք դեպի զբաղվածություն, հնարավորություն ունենա ձեռք բերել այնպիսի հմտություններ, որոնք օգնելու են հենց այդ աշխատանքը իրականացնելու համար։ Դիմել եմ սոցիալական միասնական ծառայություն եւ այնտեղ ինձ ընդհառաջեցին, կանչեցին, հարցազրույց անցկացրեցին, այնուհետև փորձաշրջան անցա եւ հիմա աշխատում եմ։ Արդեն 3 ամիս է աշխատում եմ Մատենադարանի ներքին անվտանգության տեսահսկման ծառայություն։ Իմ աշխատանքի բնույթը ուշադիր հսկեմ, տեսնեմ եւ խախտումների դեպքում դիմեմ համապատասխան ծառայության։ Իմ ուղերձն է, որ հնարավոր բոլոր պայմանները, հնարավոր բոլոր հնարավորությունները գործադրել, կադրային քաղաքականությունը դարձնել ներառական, վերլուծել սեփական հնարավորությունները, հաստիքացուցակները եւ այդ հաստիքացուցակներով սահմանված գործառույթների տրամաբանությունը եւ բոլոր հնարավոր դեպքերում իրականացնել ներառականության սկզբունքը։ Սա միայն այդ կառույցի մասին չէ, սա մեր հասարակության մասին է, մեր ազգի մասին է, մեր բարոյական կողմնորոշումների մասին է։
Շատ եմ կարևորում պետության կողմից այս նախաձեռնությունը։ Ես զգում եմ ինձ հասարակության լիարժեք անդամ, շատ գոհ եմ։ Ես խորհուրդ կտամ, որ հաշմանդամություն կարգ ունեցողները դիմեն եւ աշխատանք գտնեն, աշխատեն։ Պետությունը այս ամենը անում է, որ հաշմանդամության կարգ ունեցող մարդիկ ինտեգրվեն եւ իրենց զգան հասարակության լիարժեք անդամ։ Մեր նպատակը այն չի, որ կարճատև զբաղվածությունը ապահովենք, մեր նպատակը այն է, որ այդ զբաղվածությունը լինի կայուն։ Իսկ որպեսզի կայուն լինի, երկու կողմի հետ էլ աշխատանք է պահանջվում։